Մենք վերադարձանք ու պահ հասունացել է, որպեսզի անդրադառնանք այսօրվա մի օրվա, միջազգային օրվա։ Ճիշտ ասած, մենք էլ բնես չէր, որ մի 10 տարի գիտենք այս օրվա մասին, բայց պարզվում է, որ այդպիսի օր կա ամեն դեպքում։ Եվ այսօր, մարտի 26-ը, նշվում է որպես միայնության օր։ Ինչու, ինչպես եւ ինչ կարելի է անել, որ միայնությունը ընկալվի լավ առումով եւ գտնենք միայնության մեջ խաղաղություն, հանգստություն, մտքերը թարմացնելու հնարավորություն, իհարկե պետք է մասնագետ այս հարցերին պատասխան տալու համար։ Իրականում ես ուզում եմ առաջարկեմ, եթե դու դեմ չես, կապ չունի այսօր ինչ օր է, բայց կապ ունի մենակ մի առումով, որ մենք ունենք հրաշալի հնարավորություն կարևոր մի թեմայի անդրադառնալու եւ շատ կարևոր մարդու հետ իհարկե նրա շնորհիվ։ Մեր տաղավարում է Մարինա Մնացականյանը, հոգեբան եւ հոգեթերապևտ։ Բարի լույս Մարինա։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Միայնակ։ Թեմայի շուրջ։ Կատակում եմ իհարկե, բայց դուք գիտեք այսօրվա մասին, թե ոչ։ Ես տեղյակ չէի Նոր հենց նոր իրականում։ իմացաք։ Հա, որ հենց այդ միջազգային օր կա, այսպեսի տխուր օրը սարքել են միջազգային օր։ Կարող ենք տխուր չնայել նրան։ Կարող ենք նայել այլ ուղղությամբ, որ մարդ ուզում է երբեմն ֆիզիկապես մենակ մնալ։ Օրինակ։ Երբեմն մտքերն էլ դատարկել, Բայց երբեմն երազում է մենակ։ օգնեցեք։ Բայց սկզբի համար հասկանանք հոգեբանական տեսանկյունից, երբ եւ ինչու է մարդը սկսում զգալ այդ միայնությունը բացասական առումով։ Եվ նաև ինչ է միայնությունը հոգեբանական Ինչ է միայնությունը։ Տեսեք, քանի որ մենք հիմա խոսում ենք շատ մարդկանց համար խոցելի թեմայից, հա, որովհետև կարծում եմ ինքը շատ նուրբ, շատ խոցելի ու շատ ոմանց համար շատ տխուր թեմա է, կարծում եմ յուրաքանչյուրս էլ մեր կյանքի ինչ-որ փուլում բախվել ենք մենակության հետ, բախվել ենք մենակության, միայնակության զգացմանը ու հասկանում ենք, որ եթե նայենք, դիտարկենք մի քիչ դեստրուկտիվ տեսանկյունից, ինքը լավ չի, ինքը շատ տխուր է, ինքը շատ միայնակ է այդ զգացողությունը։ Հետևաբար ես հիմնականում միայնակության զգացողությունը բաժանում եմ երկու մասի, հա, լինում է օբյեկտիվ միայնակության զգացողություն եւ շատ սուբյեկտիվ միայնակության զգացողություն։ Դե օբյեկտիվը կարծում եմ շատ պարզ է, հա, որ օրինակ մարդը ապրում է, ենթադրենք, մենակ, առավոտ գնում է աշխատանքի, գալիս է տուն, տանը ինքը միայնակ հաց է ուտում, միայնակ TV է նայում, հա, ու դա խնդիր չի։ Մարդը շատ հաշտ է դրա հետ, դա մարդու կյանքի որակի վրա ոչ մի տիպի չի ազդում։ Կամ օրինակ զուտ, որ մենք ժամանակ առ ժամանակ շատ ունենք կարիք վերականգնվենք եւ լինենք մի փոքր մենակ մեր մտքերի հետ, մեր զգացողությունների հետ, զուտ որպեսզի վերականգնվենք։ Դա յուրաքանչյուր մարդու համար կարևոր փուլ է, հա, որ մեկ-մեկ առանձնանանք մենք մեզ հետ խոսենք։ Բայց կա շատ նաև սուբյեկտիվ մենակության զգացողություն, որը ունի մի քանի կետ։ Դա այն է, որ մարդը շրջապատված է լինում, ենթադրենք, ամբոխով, շատ մարդկանցով, բայց այդ մարդկանց մեջ միևնույն է ինքը շատ զգումայրեն չնկատված, չլսված, անտեսված, ու այդ շատ տխուր է։ Բայց նաև այստեղ կա շատ կարևոր մի փաստ, որ միգուցե շատ մեծ կապ ունի նաև մարդու հոգետրավման այստեղ։ Ոչ միայն սոցկայքերը, հա, ոչ միայն սոցիումը, սոցհարթակները, այլ նաև պետք է դիտարկել, որ միգուցե մարդը ունի հոգետրավմա սրա հետ կապված, այսինքն կյանքի ինչ-որ մի փուլում ես հակում չունեմ տանելու մանկություն միանգամից, հա, կարա լինի դա պատանեկություն, կարա լինի դեռահասության փուլ, որտեղ մարդը ուղղակի այդ հոգե սնունդը չի ստացել։ Ու այդտեղից է գալիս չլսված, խոցված ավելի լինելու։ Հա, այդ սնունդը չի ստացել, օրինակ այդ Իսկ ումից պետք է ստանա, որ չի ստացել։ Թե հիմնականում առաջնային դպրոցը լինում է ընտանիքը։ Որը սնում է մեզ։ Հատկապես կոնկրետ։ Տատիկ, պապիկ, մաման, պապան, քույրիկ, եղբայր։ Բայց սկսվում է Ընտանիքի ծնողներից։ անդամներ։ Բայց ծնողներից։ Ես ուզում եմ դա կարևոր շեշտեք, որ ծնողները շատ կարևոր դեր ունեն։ Դե հա, փոքր տարիքով։ Հետո նոր տատիկ պապիկները, Հետո նրանք գալիս չնայած այդ օրն- տրամաները չեն Երկրորդ ապահովի, օղակ է։ տատիկ Կարա պապիկները լինի երբևէ։ օրինակ մանկապարտեզում, Ահա։ որովհետև մանկապարտեզը երկրորդ դպրոցն է երեխայի համար, հա, մսուր մանկապարտեզից սկսած, որտեղ ենթադրենք դաստիարակ դայակները երեխայի լացը
բանի տեղ չեն դնում։ Իսկ դա կարիք է, բազային արժեզրկում են նրա էմոցիաները։ Հետևաբար այս զգացողությունը մարդը իր հետ տանում է մինչև հասուն կյանք, հետո սկսում է դա պրոյեկտել աշխարհի նկատմամբ, եւ մարդուն թվում է, որ իրեն չեն հասկանում։ Դրան նաև նպաստում է դպրոցը, մյուս խնդիրները արդեն, հետո արդեն գալիս են հեռախոսները, հետո արդեն մարդիկ մտնում են հեռախոս, հիմա այլ արհեստական բանականություն, մի խոսքով այդ ամեն ինչը սկսում է sense կամաց նպաստել, հոսքում է սարսափելի աշխարհում ենք ապրում մենք։ Բայց ահա վերջին շրջանում, որ նշեցիր արհեստական բանականությունը, շատ հաճախ նաև այնպիսի կարծիքներ են ամբողջ աշխարհի մեդիատիրույթում տարածված, որ իմ լավագույն ընկերը արհեստական բանականությունն է, շատ հաճախ հիշում են ChatGPT-ին։ Ինչու մենք հասանք այս օրը, երբ ինչ որ մի արհեստական բանականություն անեմոցիա կարող է ավելի լավ ընկեր լինել մարդու համար, քան իրական մարդը։ Գիտեք, սա հիմա այն դաշտն է, որը ես շատ խորը ուսումնասիրում եմ, շատ արդի թեմա է, որովհետև հասել եմ մի կետի, կկիսվեմ հիմա իմ կարծիքով այդտեղ, որտեղ որ արհեստական բանականությունը երբեք այդ կետում չի կարա փոխարինի մարդուն։ Ճիշտ է, չէ՞, հիմա մենք լսում ենք, որ արհեստական բանականությունը կգա մի օր, որտեղ որ կփոխարինի մարդուն։ Դա մենք չենք անտանելի է։ ուզում հավատալ այդ Բայց իրականությանը։ կա մի կետ, որ իմ համար շատ կարևոր է, որտեղ որ կարծում եմ դա չի կարող լինել, դա այն է, որ մարդու ամենաուժեղ զենքը դա էմոցիոնալ ինտելեկտն է։ Կարեկցանքի կարողությունը, աջակցելու, լինելու, հա, կիսելու, որովհետև ինչքան էլ սնենք արհեստական բանականությունը, ինքը շատ լավ բան է իրականում, շատ հարթակներում, շատ հարցերում մարդկանց օգնում է, բայց ինքը շատ լավ դերասան է։ Եվ խաղում է միշտ մեր օգտին։ Ինքը շատ լավ է խաղում, ինքը կարա քեզ հետ հավասար քո խնդիրը կամ քո հոգեվիճակը քեզ հետ հավասար տառապի մի խոսքով։ Շատ լավ կարա քեզ հետ ընենց տառապի, ոնց ոչ մի քո բարեկամ քո հետ հավասար այդպես չի տառապի, բայց չմոռանանք, որ ինքը բանականություն է, բայց արհեստական։ Այսինքն մենք խաղում ենք, պետք է հասկանանք, որ կա բառը արհեստական, ինչ էլ որ ինքը մարդուն ասի, ինքը գրելու է, չէ՞, գրելու է, ու այդ գրվածքը շատ արհեստական է։ Հետևաբար փոքրիկ փորձ անենք հիմա։ Մանը կարելի է ձեզ հետ այդ փորձենք անել, հետաքրքիր է շատ։ Ես լինեմ սովորական մարդ, Ռուբեն ջան, դուք լինեք արհեստական բանականություն եւ փորձենք նույն հարթակում Մանեին օգնել տարբեր տեսանկյունից։ Ինչ հետաքրքիր բան է, չէ՞։ Անհավատալի է Ռուբենի պատկերացնել։ Ես գալի միևնույն է դուրս դուք է տալիս։ Օրինակ, Մանե ջան, ունեք ինչ որ ծանր հոգեվիճակ։ Ենթադրենք, թե շատ ծանր բան չասեմ, ուզում եմ ասեի կորուստ, բայց չէ, օրինակ աշխատանքից հանել են ձեզ։ Չէ, մենակ է, այսօր մենակության օրն է։ Մենակ է։ Թեկուզ, հա։ Չի ամուսնանում, մենակ է մնացել։ Ու խնդիր է մարդու համար դա։ Ինձ թվում է ես կլինեմ արհեստական բանականություն, այս դեպքում Ռուբենը իմ փոխարեն կբավակի։ Սկսում ենք խաղալ։ Փորձենք խաղալ։ Հիմա օրինակ դուք հարցնում եք ChatGPT-ին կամ, չգիտեմ, արհեստական բանականությանը ինչ որ մի հարց, ասում եք ես շատ մենակ եմ զգում ինձ։ Ողջույն սիրելի ChatGPT։ Ողջույն Մանե։ Ես ինձ մենակ եմ զգում, ինչպես կարող ես ինձ օգնել։ Ամուսնացիր։ Ում հետ։ Դուրս արի դուրս շփվիր, ընկերներ ձեռք բեր։ Ես ունեմ բազմաթիվ ընկերներ, բայց դեռ չի ստացվում իմ մոտ գտնել նրան։ Իսկ այն ընկերները, որ գալիս են, պետք չի ասել ոչ։ Ռուբեն չի կարող լինել ChatGPT։ Հասկանում եք մի բան, որ ընթացքում կբարկանամ ու կանջատեմ ինքս ինձ։ Լավ, հիմա վերադառնանք, ներողություն եմ խնդրում։ Ես հասկանում եմ մենք ինչ էքսպերիմենտ ենք անում ու դա ուր է բերում, բայց ինձ օրինակ անկեղծ հետաքրքիր է։ Տպավորություն է շատերի մոտ, որ հատկապես այսօրվա մեր զարգացած աշխարհում, հա, համացանցը կան, ինչպես դուք նշեցիք, ու շատ հետաքրքիր է ձեր վերլուծությունը նաև։ Հերիք չի բանականությունը մի հատ էլ արհեստական, ուր եք դրա հետ կյանքը կապում ու նրա հետ ամեն ինչ կիսվում, կամ նրանով փորձում բացի լրացնել։ Միևնույն է դուք մենակ եք։ Միևնույն է նա հավասարազոր է չլինելու։ Բայց տպավորություն է, որ պետք է մարդիկ մենակ չլինեն, որովհետև այսօր ավելի շփումը, չէ, համացանցի շնորհիվ ու նմանատիպ գործիքների շնորհիվ ավելի հեշտացել է։ Բայց միևնույն է մարդիկ մենակ են։ Սա ինչի հետ է պայմանավորված։ Եթե հարցին հարցով պատասխանեմ, իսկ ի՞նչ է տալիս մեզ սոցհարթակի առկայությունը, ինչքանով է դա
դարձրել մարդկանց ավելի երջանիկ։ Շատ ավելի հակառակն է ազդում, քան որովհետև մենք տեսնում ենք այդ ֆիլտրված իրականությունը, մենք տեսնում ենք երջանիկ պահերը միայն մարդկանց ու հասկանում, որ մեր կյանքում բոլոր էջերը չէ, որ վարդագույն են, ու կան նաև այլ գույներ, ինչպես եւ բնության մեջ, բայց մենք չենք ուզում դա ընդունել, որ դիմացինի կյանքը եթե այսպեսին է, ապա խնդիրը մեզնից է, ու սկսում ենք տառապել, անիմաստ։ Սկսում ենք համեմատվել։ Համեմատվել ու այդտեղից գալիս են շատ այլ խնդիրներ։ Եթե մարդը հասկանում է, որ միայնության զգացում ունի, բացասական առումով, երջանիկ չի այդ ամենից, ինչպես կարող է իր հետ աշխատել սկզբում, եթե դեռ չի դիմել մասնագետի։ Առաջին հերթին գիտակցել իր ներսում մարդը պետքա գիտակցի ու ընդունի այդ զգացողությունը, ոչ թե դրա այդ պայքարի, որովհետև շատերս չէ գալիս է մեծ ինձ գիտակցական փուլ, որ ասում ենք դե ես մեծ մարդ եմ, ամոթ չի ես հիմա դնեմ տառապեմ սրա համար։ Չէ, ամոթ չի։ Պետք է տառապել։ Ամոթ չի։ Իսկ ինչի է պետք տվյալ զգացողությանը տալ պիտակ կամ գնահատական։ Չէ, շատ նորմալ է, որ ես կարամ հիմա կյանքիս այս փուլում զգամ ինձ միայնակ։ Կարող է սոցհարթակները ինձ չեն օգնում, որովհետև սոցհարթակները ընդհանրապես հարթակ են, որոնք որ մեզ ապահովում են մարդկանց թվաքանակ։ Ոչ ավել։ Այսինքն տալիս է մարդկանց թվաքանակ, բայց ոչ արդյունավետ շփում։ Ոչ առողջ Կենթանի էմոցիաներ։ կենթանի։ Քանի որ ժամանակը շատ սուղ է, ես կուզենայի շատ ամփոփ ասենք, թե հարցի լուծումը որտեղ եւ ոնց կարող են գտնել։ Առաջնահերթ ընդունել զգացողությունը, երկրորդ գնահատական չտալ, չպիտակավորել ու գնահատական չտալ։ Երրորդ հարց տալ ինքդ քեզ, ինձ համար ինչն է կարևոր, մարդկանց քանակը, թե որակյալ շփումը։ Ինչ եմ ես ուզում, որովհետև մարդկա կարող է իրոք ունի կարիք մարդաքանակի։ Իսկ մարդկա ունի շատ մարդաքանակ, բայց չունի որակյալ սոցիալական կապեր։ Եվ սկսել փոքրիկ քայլերով աշխատել նախ մեր ավտոմատ մտքերի հետ, որ ես լավը չեմ, ինձ չեն սիրում, բա որ ինձ սենց, այսինքն աշխատել, որպեսզի կարգավորել տվյալ մտքերը, եւ սկսել փոքրիկ քայլերով, օրինակ այն մարդկանց հետ, որոնց հետ որ մենք շփվում ենք, օրինակ Instagram-ում 24/7, փորձել այդ նույն մարդկանց հետ դրսում հանդիպել։ Ու եթե ավելի շատ է խորացել եւ սրվել խնդիրը, ապա պետք է դիմել մասնագետի։ Արդեն մասնագետի, եթե զգում եք, որ օրինակ կյանքի որակի վրա դա ազդում է, արդեն իհարկե մասնագիտական օգնությունը չէր խանգարի։ Շնորհակալ ենք անչափ խորհուրդների, յուրահատուկ փորձառության, երբեք քեզ չէի պատկերացնի չափ։ Ես միշտ պատրաստ եմ։ Ես քո chat GPT-ն եմ։ Շնորհակալություն Մարինա, շատ իրականում թեման շատ ծավալուն է ու մենք մեծ սիրով նույնիսկ չնկատեցինք, թե ժամանակը ոնց այսպես շատ արագ թռավ գնաց։ Ամեն դեպքում մեր տեղը գիտեք, մենք միշտ պատրաստ ենք, սիրով կարող ենք միասին առավոտը սկսել։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Իսկ մենք փոքրիկ դադարից հետո կվերադառնանք, որպեսզի արդեն ձեզ հրաժեշտ տանք։